Պարոն Հարությունյան, դուք Արեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպ ինչպես եք մեկնաբանում եւ ինչ եք կարծում կարիք կա վարչության նիստում այն քննարկել կուսակցության էթիկայի կանոնադրքի 4-րդ կետի շրջանակներում։ Մեջբերեմ, թե հիշում եք չգործել։ Չէ, հիշում եմ եւ այսօր այստեղ գալուց իմ գործընկերների ճեպազրույցներն էի նայում եւ այդ ընթացքում արդեն անգիր արեցի ձեր հարցը, որովհետեւ բառացիորեն կրկնվում էր, ոչ չեմ տեսնում, որովհետեւ ազգային ժողովի նախագահի նկատմամբ եղել է լուրջ սադրանք եւ այդ լուրջ սադրանքին կարծում եմ ոչ միայն քաղաքական ուժերը կամ տվյալ դեպքում մեր քաղաքական ուժը պետք է արձագանքի, այլ դուք պետք է գնահատականներ նաեւ տաք եւ առայժմ ցավոք սրտի այդպիսի գնահատականներ շատ քիչ եմ տեսել կամ չեմ տեսել ընդհանրապես կարծում եմ որ մեզանում նման միջադեպերը պետք է դատապարտելի լինեն եւ անթույլատրելի լինեն սադրանքները եւ այո որոշ առումով նաեւ մենք էլ քաղաքական գործիչներ չեմ ասում միայն ԿՊ-ի առհասարակ քաղաքական գործիչները նաեւ իրենց հերթին նույնիսկ նման սադրանքների դեպքում որոշակի զսպվածություններ պետք է ունենան, բայց մարդը մնում է մարդ, էմոցիաները մնում են էմոցիաներ, մենք միասին պետք է այդ նոր ֆորմացիայի հարաբերություններին ընտելանանք եւ մենք առաջի քայլը իրականում արել ենք այդ ուղղությամբ դա էթիկայի կանոնագրքի կանոնակարգի ընդունումներ եւ եթե որը հիմա չեք օգտագործում ներողություն շատ լավ օգտագործում ենք եւ եթե դուք համեմատեք մեր քաղաքական գործիչների զսպվածությունը, կոռեկտությունը, հայտարարությունների չափված ձևացությունը, ասենք օրինակ մինչեւ այդ կանոնակարգի ընդունումը ապա սարերի եւ ձորերի տարբերություն կարձանագրեք, եթե ազնիվ եք ձեր մղումներում։ Օրինակ, պարոն վարչապետի կներեք, խորհրդարանում սարի կանելու ենք գտնենք պատվալը տոնայնության եւ Արցախից փախածների ձայնային Ես կարծում եմ, որ վարչապետը բավարար մեկնաբանություններ տվել է այդ շատ մեծ է տարբերությունը եւ ակնհայտ է ոչ դա չի տարբերությունը եւ քանակությամբ եւ որակով եւ էմոցիայով դուք էական տարբերություն կտեսնեք եթե տենց սևեռվեք 1-2 արտահայտության վրա կարող եք ասել օրինակ որ այո ոչ մի կանոն չի պահվում եւ կարգ չի պահվում, բայց նույն տրամաբանության մեջ է օրինակ երբ որ սևեռվում ենք մեր հանրության մեջ առանձին միջադեպերի վրա եւ դա ընդհանրացնում ենք եւ ասում ենք որ հանցագործությունների աճ կա, սպանությունների աճ կա, մահերի աճ կա, բանի ճանապարհներին այնինչ վիճակագրությունը լրիվ այլ բան է ցույց տալիս եւ եթե պատշաճ կերպով լրագրողները զբաղվեն եւ ուսումնասիրեն այդ ժամանակահատվածները կանոնակարգից ընդունումից հետո եւ առաջ, ասենք մի 6 ամիս էս կողմ, մի 6 ամիս այն կողմ այդ տարբերությունները կզգաք եւ կտեսնեք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար